Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առաջի իսկ օրվանից մենք որ եկել ենք դեպքի վայր, հենց առաջի իսկ օրվանից հետաքրքրվել ենք տեսախցիկներով, միայն գյուղի դիմաց կամուրջի մոտ խանութին ունեցել է տեսախցիկ, որը մենք ուսումնասիրել ենք, ինքը նկարահանում է միայն իր դիմացի ճանապարհը, գլխավոր ճանապարհն է նկարահանում, դեպի այդ երկրորդային ճանապարհներն ու գետի կողմը ոչ մի նկարահանում չի իրականացվել։ Իսկ ընդհանուր եւ վարչական ղեկավարի հետ եւ ոստիկանության մեր աշխատակիցների հետ ընդհանուր ուսումնասիրել ենք, ոչ մի տեսախցիկ բնակավայրում չի եղել։ Պարոն Սեդրակյան, ինչ է հուշում այն առհասարակայից գետը իր հունը, որքանով է ինքը բարդ, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար եւ նաեւ ասում են, որ ինքը միանում է Հրազդան գետին, նաեւ այդ հատվածը ուսումնասիրվելու է։ Իհարկե ուսումնասիրվելու է, այդ առաջի օրը մենք որ կանչը ստացել ենք մայիսի 4-ին ժամը 11:45-ի սահմաններում, անմիջապես մեր աշխատակիցները եկել են դեպքի վայր, այդ օրը գետը ավելի վարար էր եւ հնարավոր է որ մեր ինչքան հավանական տեղեր կա, որտեղ որ գետը հանդարտ է, 5 տեղ մենք ցանցեր ենք դրել, որպեսզի խոչընդոտ հանդիսանա, որ ինչ-որ մի բան կարողանան գտնել, բայց ինչպես տեսել եք, դուք եք եղել Աղբյուրակի ջրամբարում, ամենահավանական տարբերակը, որ գետը լցվում է Աղբյուրակի ջրամբար եւ հանդարտվում է, ամենահավանական տարբերակը Աղբյուրակի ջրամբարն է, հիմա այնտեղ ինտենսիվ ձևով այդ աշխատանքները շարունակվում են եւ այդ վիդեո նկարահանում է նաեւ Աղբյուրակի ջրամբարի մեջ է իրականացվում։ Պարոն Սեդրակյան, իսկ այլ վարկածների շրջանակներում փրկարանները բացի գետում, որոնք իրականացնելիս այլ ոչ տարածքներում են աշխատում։ Բոլոր հարակից շենք շինություններում, բոլոր տան մոտ եղած ինչ շենք շինություններ կա, մեր փրկարանները այդ շենք շինությունները ուսումնասիրել են եւ հարակից բնակավայրի շենք շինություններն են ուսումնասիրել։ Իսկ վարկածները, մնացած բոլոր վարկածները մեր գործընկերները, ոստիկանության ծառայողները այդ վարկածները ուսումնասիրում են եւ ստուգում են, տեսնենք ինչքանով է ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Բայց այնուհանդերձ 12 օրը բավարար ժամանակ չէ, եթե գետում լիներ գտնելու տեսանկյունից, արդյոք սա չի նշանակում, որ այդ վարկածը կասկածելի է։ Քանի որ մենք դեպքեր ենք ունեցել, որ եղել են տարբեր 30-40 օր հետո մենք կարողացել ենք ինչ-որ արդյունքի հասնել, այդ իսկ պատճառով չենք կարող միանշանակ շեշտը դնել, որ 12-րդ օրը եթե չենք գտել, ուրեմն միանշանակ գետում չէ, որտեղ մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ շատ երկար ժամանակ է տևել, մինչև արդյունքի ենք հասնել։ Ինչպես տեսնում եք, գետն շատ վարար է, ինքը ու շատ խոչընդոտներ կա գետի մեջ, եւ ծառեր, եւ բետոնյա կոնստրուկցիաներ, շատ հավանական տարբերակներ կա, որ ինքը կարող է այդ խոչընդոտներին, այդ խորոչներում լինել, այդ իսկ պատճառով միանշանակ չենք կարող ասել, որ այս 12 օրը բավարար է, որ մենք ասենք, որ ինքը գետում չէ։